Երբ մարդիկ բանտարկվում են իրենց հայացքների համար, երբ անարդարությունը դառնում է սովորական մի բան, լռել նշանակում է համաձայնել, մասնակցել, մեղսակցել։ Գալայեթերը բաց է բոլոր այն ձայների համար, որոնք այլ հարթակներում կարող են լռեցվել։ Իսկ երբ ասելիք կա, պետք է խոսել։ Հիմա ասելիք կա։ Բարև ձեզ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով։ Դատապարտվեց խոսքի համար, կարծիքի համար, որն արտահայտել էր դեռ նախորդ տարի 2024 թվականի փետրվարին։ Տեսանյութը հրապարակել էր Գալան սոցցանցի իր էջերում։ Հանդիպումը, որը տեղի էր ունեցել սոցկրթական կենտրոնում, նախաձեռնել էին հասարակական քաղաքական գործիչներ։ Սրբազանին խնդրեցին ելույթ ունենալ, նրա կարծիքը ստեղծված վիճակի մասին սուր էր, խոսքը էմոցիոնալ, պատմում էր պատերազմից հետո նախկին նախագահների հետ ունեցած իր զրույցի և էլի շատ բաների մասին։ Տեսանյութերը մեր հարթակում տեղադրվել էին նույն օրը երեկոյան և արձանագրել 100 հազարավոր դիտումներ։ Նույն օրը կամ հաջորդ օրը կամ հաջորդած մյուս բոլոր օրերին իրավապահ մարմինները այդպես էլ չայցելեցին Գալայի գրասենյակ։ Ասենք խնդրելու ամբողջական տեսագրությունը կամ խնդրելու մանրամասներ պատմել այդ օրվա հանդիպման, հնչած ելույթների, գնահատականների առհասարակ, թե ինչ հանդիպում է կազմակերպվել։ Չեն այցելել նաև Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Եվ այսպես շուրջ 1 տարի շարունակ։ Ավելին, այս ելույթի հրապարակումից հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը, որի կայքեջում մենք կարդում ենք, որ կառույցը ստեղծվել է ժողովրդավարությունը մեր երկրում ամրապնդելու համար, և միջազգային տարբեր կազմակերպություններից ստանում է զգալի ֆինանսավորում, որ շարունակի ամրապնդել ժողովրդավարությունը մեր երկրում, հանցագործության մասին հաղորդում է տալիս իրավապահ մարմիններին, որ քննեն Շիրակի թեմի առաջնորդի ելույթը։ Իդեպ, այս և նմանատիպ այլ կազմակերպությունների վարքագիծը առանձին քննարկման թեմա է, որին մեր թիմը անշուշտ կանդրադառնա առաջիկայում։ 2024 թվականի ապրիլին իրավապահ մարմինները ուսումնասիրելով Շիրակի թեմի առաջնորդի ելույթը գտել էին, որ նրա խոսքերում չկա այնպիսի գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Պարզ ասած, գտել էին, որ չկա հանցակազմ։ 1 տարի անց հին ելույթի հետքերով իրավապահ մարմինները գտան, որ այնտեղ ոչ միայն հանցակազմ կա, այլ այնպիսի վտանգավոր միտումներ, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը պետք է պահվի անազատության մեջ։ Ապրիլին հանցագործների կամ քրեաչի, մայիսին հանցագործների կամ քրեաչի, հունիսին հանցագործների կամ քրեաչի, հուլիսին հանցագործների կամ քրեաչի, օգոստոսին Այդ ինչ տեղի ունեցավ, որ հանկարծ նա դարձավ վտանգավոր կերպար, ում պետք է մեկուսացնել։ Իսկ գուցե առաջիկա ընտրություններն են պատճառը։ Իսկ գուցե այս օպերացիան նաև մեսիջ է մյուսներին, այդ թվում եկեղեցու սպասավորներին, որ եկեղեցու հեղինակությամբ չփորձեն ազդեցություն թողնել լյումպենացված հասարակության վրա, չփորձեն արթնացնել թմբիրից։ Իսկ գուցե սա խղճուկ վրեժի օրինակ է։ Առհասարակ, երբ իշխանությունը անցնում է փոքր մարդկանց ձեռքը, այն վերածվում է մոլագար վրեժի գործիքի։ Քաղաքական հետապնդումները հաճախ սկսվում են ոչ թե վտանգավոր գաղափարներից, այլ իշխանավորի վիրավորանքից։ Այսպես կոչված ժողովրդավարական բաստիոնում ազատության մեջ պետք է գտնվեն բոլորը, որոնց վրա մուրճ էին թափահարում և մեղադրում երկիրը թալանելու մեջ, բայց Միքայել arczepiskopos Աջապահյանը պետք է բանտվի։ Բոլոր թալանչիներին կշարունակեն ահաբեկել, խոստանալ փռել ասֆալտին և հաջորդիվ այլ գործողություններ ձեռնարկել։ Բայց հետո, մինչև հաջորդ ընտրությունների մոտալուտ օրը կմոռանան այդ մասին, իսկ իր կարծիքը արտահայտած մարդուն հետևողականորեն կդատեն։ Ինչու՞, որովհետև քանի այսպես կոչված թալանչիները ազատության մեջ են, իրենք կշարունակեն հոխորտալ, մուրճ թափահարել և այդ հենքի վրա վերարտադրվել։ Թալանչիները օգնում են վերարտադրության հարցում։ Միքայել arczepiskopos Աջապահյանն այս հարցում չի օգնում, խանգարում է։
Դատավճիռի հրապարակումից հետո 3 որոշ ՔՊ-ականներ, ՔՊ-մերձ շրջանակներ, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդ որում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սկսեցին խոսել այն մասին, որ կարելի էր մեղմ պատիժ սահմանել Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ, ասենք բավարարվել տնային կալանքով կամ տուգանքով։ Մեկն միշտ պետք է ֆիքսել հետևյալը. Շիրակի թեմի առաջնորդը քաղաքական բանտարկյալ է։ Նա դատապարտվել է ազատազրկման հրապարակային արտահայտած իր կարծիքի համար։ Իսկ այս հիմքով կարող են դատել յուրաքանչյուրիս։ Մարդուն դատապարտել է միայն իր հրապարակային խոսքի, կարծիքի կամ իշխանություններին քննադատող հայտարարությունների համար հանդիսանում է խոսքի ազատության բացահայտ խախտում։ Սա հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատ արտահայտվելու իրավունքը։ Իսկ եթե հրապարակային խոսքը վերաբերում է իշխանությունների գործունեությանը, ապա հետապնդումը ոչ միայն խոսքի ազատության խախտում է, այլև ունի քաղաքական հետապնդման բոլոր հատկանիշները։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական պրակտիկայի համաձայն հասարակական կարևորության խնդիրների շուրջ խոսքը պետք է օգտվի առավելագույն պաշտպանության իրավունքից։ Միքայել arczepiskopos Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որովհետև նրան լրացրեցին ոչ թե արդարադատություն իրականացնելու համար, այլ նրա խոսքը ժամանակավորապես լրացնելու։ Այսինքն, դատավարությունը, դատավորը դարձել են գործիք քաղաքական իշխանությունը պահելու եւ այլախոհությունը լրացնելու համար։ Ժողովուրդ ջան, սիրելիներ, ինձ համար մի մտածեք։ Քրիստոսին երբ որ տանում էին խաչելության եւ լացում էին կանայք, ասեց՝ մի լացեք ինձ համար, այլ լացեք ձեր որդիների եւ ձեր զավակների համար։ Այնպես որ ինձ համար մի տրտմեք։ Ես բանդում էլ անազատության մեջ էլ ազատ եմ։ Այսօր Գյումրիում տոն եմ, համերգային շոու ծրագիր, 2 եկեղեցիների մեջտեղում, մի փոքր այն կողմ առաջնորդարանի դատարկված շենքն է։ Օրը կավարտվի շքեղ հրավառությամբ, առհասարակ պատերազմից, ծանր ու աղետալի կորուստներից հետո շքեղ շոուների, համերգային ծրագրերի ու հրավառությունների պակաս չկա մեր երկրում։ Պակասն այլ տեղ է, արժանապատվության, արդարության, արժեքների, իսկ այդ պակասը անդառնալի նշանակություն կարող է ունենալ։ Եվ հիշենք, լուռ ամբոխը իշխանավորի լավագույն գործիքն է, թեև բութ, բայց լավագույն։ Այսքանը կհանդիպենք։